թիմում կարևոր է նաև ունենալ մարդ, ով միգուցե որպես մասնագետ այդքան էլ լավը չի եւ որպես մասնագետ շատ արդյունավետ չի, բայց իր ներկայությունը օգնում է, որպեսզի մյուսները արդյունավետ աշխատեն։ Ավելի մանրամասն կխոսեք, ոնց եք անում այդ, ոնց եք թիմ հավաքում։ Այդ ամեն ինչ ինքնըստինք է ստացվում։ Դու չես կարող կանխատեսես, որ դու բերում ես մեկին, որ այդ ոգին կապահովի թիմի, հա։ Այդ ոգին ինքն իրան է ինձ թվում ստեղծում իմ կարծիքով, ու այդ մարդը ինքն իրան է դառնում այդ ոգու ոնց որ առաջնորդը, հա, որ ստեղծում է այդ մուդը ոնց որ ընկերությունում ու իրանով ինչ որ տրամադրություն է փոխվում կամպանիայում, բայց հաստատ այդ դա հավաքագրման փուլում չի բանինում, հա, դու տեսնում ես, որ ինքը ունի այդ նախաձեռնողականությունը, ունի այդ ինչ որ հմտությունները, որը կարող են իրեն աշխատանքում կիրառելի լինեն, դու դրա համար երևի վերցնում ես, բայց նաև տեսնում ես, որ դա կարա էսենց էֆեկտ ունենա։ Այդ նույն բանը կարա հակառակ էֆեկտ ունենա, եթե երկու նախաձեռնող լինեն ու սկսի ինչ որ հակամարտություն էլի։ Դրա համար այդ մի քիչ ինձ թվում է կողմնակի էֆեկտներն են, որ գալիս են, որովհետև տենց բաների վրա շեշտ դնել ու դրանով հավաքագրելը մի քիչ ռեալ չեմ համարում։